Հարցի շուրջ հետևյալը սպասում եմ քննարկումը ըլլումա չէ, իրանք ինձի բաժին են։ Ձեր մասնակցությամբ է լինելու քննարկումը թե ոչ։ Ես պնդում եմ, որ իմ մասնակցությամբ քիչ առաջ խաղապետը եկավ եւ ասաց բնակիչների հետ համաձայն է հանդիպել, բայց այն դեպքում, երբ որ դուք չմասնակցեք, քանի որ ասում է դուք եկել եք այստեղ շահադիտական նպատակներով։ Այդ երբ ա եղել։ Քիչ առաջ նայեք։ Վարչական շրջանի Միջալյուս լավ բան է դուք փորձեք դեմարդեմ խոսել։ Վարչական շրջանի ղեկավարը գլուխը պատին է տվել, բոլորն էլ քաղաքապետարանի մասիվի լզել է, որ առանցից հանրային քննարկում կանի։ Հանրային քննարկումը տեղի ունենալու ինձ հետ եւ այստեղից ես չեմ գնալու կամ հանրային քննարկումը պիտի չիրականանա կամ էլ ինքը Դուք նորքի բնակիչ եք, չէ՞։ գլուխը պատին է տվել, նորից եմ ասում, տղա չի ինքը, տղեն չի զանգում, հայհոյանք տալի հեռախոսով ու հետո փախնում։ Հայհոյանք չի, եթե ուրեմն լսեք, եթե դա հայհոյանք չի, ես հիմա գտնվում եմ Նորնուկ վարչական շրջանի շենքում։ Երեք ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, որ մտել է ընտանիք, իր այդ արտահայտությունն եմ կերտում, եթե դա հայհոյանք չի, Տեր Մարգարիտ, գիշերը ես գամ քո տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով ու եթե մութը լինի գիշերով այդ մոմը ես պահեմ ու այդ ձեր տան խրախճանքը ձայնագրեմ Պարոն Չախյան, դուք գնում եք իրենց սադրանքին եւ տրվում եք սադրանքին, հա, բայց դուք հայյանքի ստանում են իվանել դուք հանրային վերահսկողական ֆունկցիա եք ձեր վերցել ձերա եւ դուք եթե չեմ սխալվում հենց նորքի բնակիչ եք, այսինքն դուք լիովին իրավունք ունեք եւ որպես բլոգեր եւ որպես տեղի բնակիչ մասնակցել այստեղ հանրային քննարկումներին, որը իրականացվում է ինչի մասին։ Շենքի կառուցապատման։ Բայց ձեզ փաստորեն սադրանքներ են ենթարկում ու ծեծի են ենթարկում։ Այնինչ լուսաբանվել է հուսամ հենց այդ կադրն էլ կա։ Իհարկե կա։ Շատ ավելի լավ բարի, ճիշտ ասած ասում եք նորը իմանում եմ, որ ավելի լավ որ կադրերը ֆիքսվել է։ Հիմա ասեմ հետեւյալը։ Ըստ երևույթի ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժով որտեղ հարցակումը ինձ վրա է տեղի ունենում։ Նայ, հիմա տեսեք ուշադրություն տեսեք, շատ կարևոր հանգամանք է ինչա տեղի ունենում։ Կարևոր է, Ժողովուրդ ջան, բոլորդ ուշադրություն դարձեք։ Ոստիկանությունը իմ հետ խոսում ասում արի կենտրոնական բաժին։ Ես որպես իմ պատկերացումով ես դուժով եմ ճանաչվում։ Ով որ ինձ վրա հարցակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչական շրջանի ղեկավարը ասում է հանրային քննարկումը կկայանա առանցին, գլուխը պատին է տվել։ Ոստիկանության միջոցով փորձում է Այսինքն նրանք բերման պիտի ենթարկվեն, բայց դուք եք բերման ենթարկվում, որպեսզի չխանգարեք քաղաքապետի ազատ տեղաշարժը իր ղեկավարը չեքում։ Տանեն, բայց ի՞նչ է նշանակում, ինձ ձերբակալեն տանեն ոստիկան հանրային քննարկումը ելնի, չկա տես բան։ Իդեպ դուք ունեք պաշտպան, թե ոչ։ Ինչա, հա, ինչ։ Երեկվա դեպքերից հետո չեք վախենում, որ նման բան կլինի։ Լավ, մի հատ հարց էլի, որ դուք այդ հարցը տասը չեք վախենում, ինձ վրա մահափորձ են կատարել 3 հոգով շքամուտքի մոտ։ Բանակով եկել խփել են, բռնել են լավները, գլուխները բռնել են։ Ոստիկանության եմ հասել, իմ վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել վակցինով, այսինքն այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, չի վախեցել։ Երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ ըստեղ, էլի չեմ վախենում։ Ու էլի չկայացող քաղաքապետի սենյակի դերն եմ, էլի չեմ վախենում։ Իմ ասելիքը ասում եմ։ Արդեն քննարկումը սկսվել է, կարծես ընդհանրապես։ Հիմա։ Այո, կարծես Չէ, եթե քննարկումը Հարգելի ոստիկաններ, դուք ինչ հիմքով եք բերման ենթարկվում։ Առանց չէ, ախպեր, ինչ իրավունք ունեք։ Ախպեր, ինչ իրավունք ունեք սենց բան անեք։ Մի հանրային քննարկումը ախպեր, օրենքի ակտ տվեք։ Ընկեր, սենց ճիշտ չկա, ընկեր։ Սենց ճիշտ չկա։ Ընկեր, խափելով չի։ Չէ, ակտեր կա, բաներ կա, ես բնակիչ եմ, ես պիտի կարծիքը արտահայտեմ, խափելով չեն ելնում, չէ ախպեր։ Թողեք
թողեք, ընկեր, դուք հենց հիմա իմ սահմանադրական իրավունքները խախտում եք, իմ սահմանադրական իրավունքները խախտում եք, իրավական ակտ նշեք, ամեն ձեր պատկանում, դե ախպետը չինում ըտենց, հոտեց չի տուլտվություն չեն սղծնում, ամենայն հարգակում դուք եք մի քիչ առաջ ասում, հանրային քննարկումը չի կայանալու, քեզի գնանք բաժին ցուցմունք, բայց իտոգում կայանում է, դա շինում է, իրանք էլ ասում չի կայանում, անցեք դա, չէ ախպետ թողեք, դե թողեք խիղ, ժողովուրդ, էսի ակնհայտ, Շի թուտվություն է դա։ Այո, որ քեզի մի քիչ հանգիստ պայես կարող է մտնես ներս։ Հանգիստ եմ, պարոն ոստիկյան, խնդրում եմ ձեզ, ես հանգիստ եմ, կոռեկտ եմ, դե բաց տոնով չեմ խոսում։ Խնդրում եմ ինձ թույլ տալ, մտնեմ։ Ոչ մենք ձեզ նաև մեզ, լրագրողների համար քննարկում է, որ իրազեկվել է Այդ ես բնակի չեմ Կողմակապետն է, բարև ձեզ։ Խնդրում եմ թույլ տվեք, ես մասնակցել։ Ինչու դուք չեն տալիս։ Ասեք ոնց այնում, ախը չկա ասես ճիշտ էլի։ Ասեք ով ուզի մտնի, ես չմտնեմ։ Ախը հանեք քննարկում է։ Այսինքն զարկ ստացա եւ վրա հանգ ստացա։ Ախը չեն տալու, չեն հանգստել, չի Կներեք, ինչ եք եք ձերբակալում, երբ իրեն հարվածողներին պիտի վերնագետան։ Բայց դուք ինչ եք եք Ապրեց ես ճիշտ չեմ ասած փող, Հարգելի ոստիկաններ, դուք մարտավոր եք, հարությանը բացատրություն տա։ Տղաջա, խոսեմ սովորի, դու ոստիկանես անդամեն է, իմ ծառայողն ես, դու հարային ծառայող ես, դու քեզ պարքի պահի, Այս ինչ ձև էր, են մուս կողմից կվիչնեի։ Նայ հատուկ խոչնդոտում է։ Դուք ինչու բերման չեք ենթարկում, այդպիսի զանգ ու հրահանգ չտացաք, հարգելի ոստիկաններ։ Նավ հարվածում է փաստորեն խրախուսվում է, նավ հայհոյում է խրախուսվում է, նավ պիտի հանրային վերահսկողություն իրականացնի, նա պատժվում է, ճիշտ ենք հասկանում եք, ուսացնում եք այդ մարդուն։ Այսքան հանրային վերահսկողություն այլևս պատժելի է։ Այս դուք հատուկ եք դանդաղ քայլում։ Թողեք անցնում ես։ Շշուտի չեք, են կողմից խոչընդոտում են հատուկ, որ չնկարեք։ Հետ ենք գալիս թաղապետարան։ Քո կամերան ջարդել է, ոստիկանները։ Բացեք անցնենք։ Լեյտենանտ, ինչ մեղադրանքով ասում իմանա։ Ոստիկանությունը շատ վատ է իրեն դրսևորում, խոչընդոտում է լրագրողների գործունեությունը եւ ակնհայտորեն պաշտպանում է վարչական աշխատողին։ Կներեք դուք կներկայանաք ոսկի շղթայի ոստիկան, կներկայանաք,
Դուք ով եք, եւ դուք զանգեր եք ստանում ու միանգամից բերման ենթարկեցիք։ Նոր-նորքի ինչն եք։ Ձեր անուն ազգանունը։ Դուք ասունի չեք Դիմեք լրատվակը մի բրդի։ Չենք հրում, չենք բրդում, քայլում ենք եւ դուք զանգ ստացաք, որից հետո անմիջապես անհարկի բերման եք ենթարկում։ Կներեք, ներկայացեք խնդրում եմ եւ տվեք ցանկանում ձեր արդյունքի պատասխանը Դուք պարտի ինչն ենք խոչընդոտում, դու կարող ես խոչընդոտել մենք չէ։ Լսեք, մի խանգարեք մեր աշխատանքը։ Ինչ աշխատանք եմ խանգարում, այսինքն բերման ենթարկել մարդուն, ով տեղի բնակիչ է, առանց հիմքերի, առանց գրավոր փաստաթղթի։ Մի կաշկանդեք, աշխատում ենք։ Բոլորին ձերբակալեք, տարեք բաշխ։ Բա այդ դեպքում ինչու առաջինը հենց իրենց չձերբակալեցիք, հարգելիս։ Խնդրում եմ ներկայացեք, որպեսզի ձեզ էլի թողեք ես իմ գործը անեմ։ Հերում խղճահարություն մի առաջացրեք, դուք պաշտոնյա եք, շատ լավ է, ուրախ եմ։ Ես Սյուզան Էմբադոյան, ներկայացեք, խնդրում եմ, որպեսզի մենք մի քիչ ավելի աշխատանքային շփվենք։ Զգացմունքային բաներ մի արեք, չի սազում ձեզ։ Սովոր պիտի լինեք, որովհետև որ զանգ եք ստանում բերման եք ենթարկում, դուք պարտավոր եք ասել ինչի հիման վրա բերման ենթարկեցիք։ Ինչի հիման վրա եւ սա հետապնդում չի, սա աշխատանք է, բարի եղեք, բացատրություն տվեք։ Կներեք, ձեզ ինչպես դիմենք։ Ես պարոն ոստիկան, բայց ազգանուն ունենք ենթադրաբար։ Ձեր աստիճանով ասեք, գուցե այդպես դիմենք։ Սպասեք, մենք բարձրանանք էլի, հա։ Մեզ ինձ կարևոր չէ։ Ես միայն պիտի բարձրանամ։ Փաստորեն Սաղապետն էլ հարուստ կենսագրություն ուներ Google-ում։ Լավ հարուստ կենսագրություն ուներ։ Բերման ենթարկեցին Արտուրին Չախոյան, որովհետև նա հանրային լսումների պիտի մասնակցել շենքի կառուցապատման աշխատանքների մասով եւ հրահրել են ծեծ կրտուկ, նրան ծեծ են ենթարկել, նա նույնիսկ վնասվածքներ ուներ աչքի հատվածում եւ նրան բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն միանգամից բերման ենթարկեցին, որովհետև համառորեն պնդում էր, որ հիմա բերման ենթարկում եք ծեծող ջարդող բրիգադին, թաղապետանի աշխատողներին։ Գուցե թաղապետին էլ մոտենաք, հարցնեք իր հրահանգով էր, թե ոչ այդ ծեծու ջարդը։ Ոստիկանները խնայում են ակնհայտորեն վարչական աշխատողներին եւ ոսկյա շղթայով անձը, ով այդպես էլ իր անուն ազգանունը չասած։ Որն է, չորտը չէ։ Այո։ Նորմալ է։ Դե ձեզ սովորեցրել էքստրեմ աշխատել, շատ նորմալ է։ Մենք 5 ենք գնում։ Խնայ եք էլի 5-ին ենք նոր։ Թաղապետանի աշխատողները ծեծեցին։ Աշխատակիցները մենք մինչև եկանք ծեծ կրտուկ։ Ինչ ասաց Արտուրը, որ ծեծեցին։ Ես լայվից հասկացա, որ մարդ ընդամենը փոխել է, մեկ եք մտնենք թաղապետի սենյակ։ Մենակ պարտավոր են։ Կներեք, այստեղ ովքեր կան։ Մենք լրագրողներ ենք եւ մենք գիտենք, որ այստեղ շարունակվում են քննարկումները։ Հանրային քննարկումներ, դեղա դրսում սպասել, ձեր հարցերին կպատասխանեն։ Լրագրողները չեն կարող մասնակցել այդ քննարկմանը հանրային։ Չէ՞ ոչ չեն կարող, պարտավոր է։ Քաղաքական թիմակիցներն են, ուժի ներկայացուցիչներն են այստեղ։ Նրանք թաղապետի հետ քննարկում են իր հետագա վարքագիծն ու ասելիքը, ենթադրաբար, որը հետո նորից կտպվի իրենց կուսակցության պաշտոնական էջին, ինչպես հիշում եք 3 սույն տղամարդը, այսինքն նոր-նորքի թաղապետը, որը չհամարձակվեց News-ին 1-2 բառով պարզաբանում տալ իր հայհոյանքների եւ ընդհանրապես վարքագծի եւ կատարածի վերաբերյալ, հետագայում իր համար շատ կանխատեսելի լրատվամիջոցի, այսինքն CVKM-ի իշխանությանը տաֆիլացվող CVKM լրատվամիջոցի լրագրողի հետ կազմակերպած հարցազրույցով կարողացել էր իրեն հարմար ձևով պատասխանել հնչեցնել եւ ասել էր, որ ճիշտ եմ արել հայհոյերը, կուսակցությունը իր պաշտոնական էջում տեղադրել էր որպես պաշտոնական դիրքորոշում, այսինքն Արամ Զավենիչի, Արամ Զավենի Սարգսյանի, այսինքն Սպարապետի եղբոր կուսակցությունը լիովին ընդունում է որպես քաղաքական
կատեգորիա կամ հասարակության հետ հարաբերվելու լեզու, հայհոյանքի լեզուն։ Համենայն դեպս դա իրենց պաշտոնական տեսակետն է, ըստ իրենց պաշտոնական էջին դաջած թաղապետի հայհոյող թաղապետի հարցազրույցի, որում ինքը խոստանում է ապագայում է նույնը անել փաստորեն։ Մենք սպասենք հանրային լսումները այստեղ են, ով է վարում։ Ահա եւ թաղապետը հերոսական կեցվածքով։ Այդտեղ ենք ասում, թողին պլաշատկա դրվի, ինչ-որ բան դրվի, խաղալը կտերես հետում խաղանք մարդկայնորեն ես ամեն չի եթե սեցա, սիրտ արգնելու, խաթր արգնելու մեջ չի։ Անենց անենք անեցքով չադրեն, եթե շենքի ադրողներ, մեր դրած փողներ, մեր վերցրած փողներ, խոսքը սրան ավելատել։ Հիմա 2300 քառակուսի խանաշ տարած, հիմա դուք փոխատում եք, ասենք 15 տոկոսը թողնում եք։ 15 չէ։ 30 է։ Մենք պայմանավորվեցինք, որ իրանք ներկայացնեն Հետո հարցեր տանք, էլի։ Սղացրեք ու ինչտեղ տարեք, էլի։ Կանաչապատ է 40 2300-ից մինչև 40, պատկերացնեք ինչա։ Էսի հողն է։ Մի բան ասեմ, էլի տեսեք, մենք ձեր շատ հարցեր, բայց բոլոր հարցերը պատվիրակված է պարոն Բադալյանը։ Չէ, հիմա ես ներկայացեցի, հիմա մնացածը, որ ես մեր տղան խնդրեց, որ ճարտարապետ ասում ասա, ինքը զուտ մասնագիտական բան ասա, Ներողություն եմ խնդրում, որպեսզի չխոչընդոտեմ։ Դուք համարում եք իրավաչափ, երբ կան մարդիկ շահգրգիռ անձինք, որոնք նաև հանրային վստահություն ունեն, նրանց թույլատրված չէ մասնակցել եւ այդ կողմնորոշումը ձեզնից թելադրվեց ոստիկաններին եւ նրանք այստեղից բռնի ուժով հեռացրել են Արտուր Չախոյանին։ հետո Հիմա իրավաչափ է ձեր այսպիսի քննարկում կազմակերպելը, ինչու պայման դրեցիք պարոն Չախոյանին հեռացնել։ Ամենայն հարգանքով ներկաների նկատմամբ։ Ես պայման չեմ դրել Արտուր Չախոյանին հեռացնելու։ Արտուր Չախոյանը ինքը ասաց, երբ որ ցուցմունք էր տվել փաստորեն, այդպես ասած չէ, որ պայման եք դրել իրեն հեռացնելու։ Շենքի բնակիչներին ես ասել եմ, քանի որ Արտուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման։ Դուք ինչ գիտեք, Իսկ որովհետև հայտարարել է, գնացեք Արտուր Չախոյանի հայտարարությունը նայեք։ Ինքը եկել էր, փորձում էր ներս մտնել իմ աշխատասենյակ, որի իրավունքը չունի, սադրեց, ստացավ համապատասխանային ինչ որ պիտի ստանար, որից հետո ես ասել եմ, եթե Արտուր Չախոյանը նորից շարունակելու է նման կերպ, ես հանրային քննարկումը հետաձգում եմ կամ բնակիչներն իրանք են պահանջել, որ Արտուր Չախոյանը թող գնա, որպեսզի հանրային քննարկումը լինի պատշաճ մակարդակով։ Դուք կարող եք իրավիճակը կառավարել, կարծում ենք դուք իմ փոխարեն մի որոշեք։ Եթե ոչ հայհոյանքով, գոնե ուղիղ խոսքով կբարձրաբանվեք։ Դուք հանրային սպանեք, Քաղաքացիները սպասեք, ես հետո կպատասխանեմ ձեր հարցին։ ընթացքն եք խանգարում։ Իսկ դուք չեք անհանգստանում, որ նոր-նորքի բնակիչներից մեկը նոր-նորքի բնակիչներից մեկը, որը ձեզ հավասար իրավունքներ ունի սահմանադրությամբ, նա կարող է մասնակցել եւ պարտավոր է նաեւ։ Մեկը չկա, կամ երկուսը կամ 5-ը։ Հարգելիս, նա ունի ձեզ հավասար իրավունքներ եւ նա եկել է մասնակցելու։ Դուք պայման եք դրել եւ հեռացրել եք այդ մարդուն այստեղից, թեև թաղապետն է ձեր անունից խոսում եւ ոչ մեկը չեք արձագանքում։ Նպատակը ծեծը չի համենայն դեպս, ինչպես տեսնում եք։ Ես խնդրում եմ, թույլ տվեք Լավ, մենք կսպասենք։ Համենայն դեպս հարգելիս հիշում եք, չէ, որ ձեզ հավասար, լրիվ հավասար իրավունքներ ուներ Արտուր Չախոյանը։ Եվ որևէ մեկը անհանգստություն ցուցաբերեց, քաղաքացում ծեծի ենթարկեցին ձեր ներկայությամբ եւ բերման ենթարկեցին։ Այսինքն ձեր շենքի թեման ավելի էր մտահոգում, քան այդ անհավասար իրավունքների հանգամանքը։ Եվ մարդուն ծեծելով այստեղից հեռացնելը։ Կներեք, դուք իրավունք չունեք ինձ կաշկանդելու, թե ես ումից ինչ վերցնեմ։ Հանրային քննարկումը մի խանգարեք, երբ որ մարդիկ կվերջացնեն, ով սականը ձեր հարցերով պատասխանեն։ Շատ արագ հիմա կանենք, որովհետև բոլորը ուզում են սա չռնի։ Հասկանում եք, ոչ թե շենքի հարցը, անվտանգության հարցերը լրիվ միկրոշրջանի համար, բայց Չախոյանի հարցը չի կարելի այդպես թողել։ Եվ իհարկե պետք է պատրաստվում եք պաշտպանել այն քաղաքացիներին, որոնք այսպես հանրային իրավունքի
հավասար ձեզ իրավունքներ ունեն եւ պատրաստվում են, ահա։ Մենք մի հարց էլի շատ կարևոր թողել ենք, սա էլ նույն ձևի կարևոր է, դերեք մեկը անենք, հետո մյուսը անենք, էլի։ Հասկանում եք, այսպես կլինի անընդհատ խոսակցություն։ Ամենայն հարգանքով վերադարձեք, մենք կսպասենք։ Հազիվ մի քաղաքացի մարդու իրավունքի մասին խոսեց, փաստորեն շենքի իրավունքներն ու կոմերցիոն իրավունքներն ավելի բարձր են։ Կոմերցիոն իրավունքները։ Կոմերցիոն իրավունք, կոմերցիոն շահը, լավ։ Անվտանգության հանցանք, էկոլոգիա չի եղել եւ դերեք մի հատ վերջացնենք։ Մենք ավարտենք այդ դեպքում նորից կմիանանք, որտեղ ինձ թվում է Արտուր Չախոյանի խախտված իրավունքներն այս պահին ավելի կարևոր են, քան այստեղ է ֆորմալ քննարկումները միգուցե։ Այստեղից ոչ մի բնակիչ չխառնվեց, հա։ Հա, այսինքն ես չանհանգստացեց, որ քաղաքացուն ծեծ էին ենթարկվում։ Դու եւ մի խոսիր հետս, դու եւ մի խոսիր հետս, դուքով։ Ես ծեծողների տեսա ճիշտ ասած ուղիղ եթերում։ Հա, կնայեք ուղիղ եթերում։ Հրահանգասեցողները շատ շանասիրաբար էին ծեծում։ Ես